Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Ֆայնայի վերադարձը Հայաստան դառնում է ոչ միայն սպասված, այլև խիստ անհրաժեշտ քայլ։ Նա ժամանում է շտապ կերպով, առանց ժամանակ կորցնելու ուղևորվում է հիվանդանոց, մորը տեսնելու։ Աննան, տեսնելով իր դստերը երկար բաժանումից հետո, սրտաշարժ կերպով ուրախանում է։ Իրականում, Ֆայնան հենց Աննայի համար է շտապ տոմս գնել ու վերադարձել հայրենիք։ Մայր ու դուշտր հանդիպումը կարճ է, բայց լեցուն սերով, կարոտով ու կիսատ թողած ապրումներով։ Այս օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսագրություն, որտեղ Հենդոյի տանը տեղի ունեցած ընտանեկան զրույցի ընթացքում անսպասելի կերպով հայտնվում է Անգելինան։ Նրա հայտնվելը բոլորի համար դառնում է մեծ անակնկալ։ Ֆայնան, լցված հույզերով, արցունքն աչքերին գրկում է քրոջը։ Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Անգելինան հենց այդ պահին Հենրիի, Միքայելի, Հենդոյի և Ֆայնայի ներկայությամբ հայտարարում է, որ հղի է։ Այս բացահայտումը սպասվում է արդեն դեկտեմբերի 30-ին, սերիալի եզրափակիչ վերջին սերիայում։ Իսկ այսօրվա դրվագը միանշանակ կարելի է բնորոշել որպես սցենարային շրջադարձային հանգրվան։ Աննան գալիս է գիտակցության, բացում աչքերը, քողարկելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական արթնացում։ Նա ասում է մի բան, որը կոտրում է բոլորի սպասումները։ Աննան առանց երկմտելու ընդունում է իր սերն ու նվիրվածությունը Միքայելի նկատմամբ, նշելով, որ Սոսն այլևս գոյություն չունի իր սրտում։ Նա նույնիսկ ասում է, որ հաղթողը Միքայելն է։ Միքայելն էլ այդ ամենը լսելով շոկի մեջ է։ Սոսը, համոզված լինելով, թե Աննան դեռ իր սրտում պահում է նրա հանդեպ զգացմունքներ, կանգնած է դռան հետևում, Անգելինայի հետ միասին։ Այս խոսքերը դառնում են նրա համար ոչ միայն հիասթափության, այլև հուսահատության ակնթարթ։ Սոսը հոգեպես փլվում է, կտրելով տարիներով կրած պայքարի վերջին թելերը։ Նա լուռ հեռանում է։ Անգելինան գնում է նրա հետևից, նրան ուղեկցելու։ Երբ տուն են վերադառնում, Վիկտորիան ինչպես միշտ չի թաքցնում իր դժգոհությունը։ Նա բացահայտ ցուցաբերում է դժգամություն այն փաստի նկատմամբ, որ Սոսն է բերել Անգելինային։ Հարցերը հաջորդում են մեկը մյուսին, արդյոք Սոսի խելագար կնոջը, Լիլիթին, արդեն ձերբակալել են։ Սոսը սառնասրտորեն արձագանքում, նշելով, որ ինքը լավ գիտի կնոջ վիճակը և զբաղվում է դրանով։ Բայց Վիկտորիան սահման չի դնում իր վրդոմության վրա ու շարունակում է կոպտել նրան։ Ավագը, փորձելով մեղմել իրավիճակը, միջամտում է։ Սոսի հեռանալուց հետո Անգելինան խորը ապրումների մեջ հայտնում է ավագին ու Վիկտորիային, որ հղի է։ Ավագը անսահման ուրախությամբ ընդունում է լուրը, իսկ Վիկտորիան մնում է շփոթված, չիմանալով ինչպես արձագանքել այս նորությանը։ Անգելինան խիստ հուզված է, անորոշության մեջ, իր ողջ էությամբ զգում է, որ միանգամից հասել է կյանքի նոր փուլի շեմին։ Միևնույն ժամանակ Լիլիթի կերպարը սերիալում հասնում է իր տրամաբանական ավարտին։ Նրա կորուստով ավարտվում է չարության ու վրեժնթության մի ամբողջ էջ։ Այս կորուստը հատկապես ծանր է ընկալում Արամը, մոր հանդեպ խառնված խղճահարության ու զայրության ծանր խառներությամբ։ Սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ Արամը բացահայտում է մոր իսկական նպատակը։ Նա երբեք չի սիրել Սոսին, այլ միայն ամուսնացել էր Աննայից վրեժ լուծելու համար։ Սոսն այլևս չունի պայքարի շարժիչ ուժ, նրա ներսում մարում է վերջին կայրը։ Վերջին հարվածը ստանում է հենց այն մարդու, ում համար պատրաստ էր ամեն ինչ, բայց հղիության լուրը ու Անգելինայի մեջ նոր կյանք կրելու փաստը դառնում են հույսի նոր լուսարձակ։ Անկախ անցյալի թույնից ու ծավից, հիմա ամեն բան շարժվում է դեպի խաղաղություն։ Վերջին զանգը ավարտվում է ոչ թե ողբերգությամբ, այլ սրտի հաշտությամբ։ Աննայի կողմից մերժվելու ու Լիլիթի մահից հետո Սոսը կհեռանա Հայաստանից։ Հարգելի հետևորդներ, ինչպես եք գնահատում վերջին զանգ սերիալի նման ավարտը։ Գրեք մեկնաբանություն։ Շուտով լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ ներողություն չեմ տալու։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։
Չեմ ուզում որ խաբվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Դնել վաճառը։ եմ հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն ռոբտը։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուպ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուր։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում,